Խաղաղության ու անվտանգության պահպանման համար ստեղծված ՄԱԿ-ն այսօր խախտում է իր իսկ հիմնարար սկզբունքները, հանդուրժելով Բաքվի բանտերում պահվող հայերի ապօրինի դատավարությունները։ Երևանում միավորված ազգերի կազմակերպության մոտ հավաքված քաղաքական ու հասարակական գործիչները կոչ են անում միջազգային մարդասիրական կազմակերպությանը պաշտպանել մարդու իրավունքները Բաքվում։ ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա, որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում, նաև առաջին հերթին խարան է հենց իր համար որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճիշտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունը այս ձևով ուղղակի ցինիկաբար ոտնահարում է ամենատարրական սկզբունքները միջազգային իրավունքի եւ մնում է անպատիժ կամ առանց որևէ հետևանքի։ Չլսված բան է, ահազանգում են միջազգային կազմակերպության Երևանյան գրասենյակի մոտ հավաքված մարդիկ։ Ադրբեջանը նոր կանոններ է թելադրում աշխարհին։ Քիչ չէ իր երկրում փակում է ՄԱԿ-ի 4 գրասենյակները, մի բան էլ աշխարհին է կոչ անում իրպես վարվել։ Ադրբեջանը համարձակվում է դա թույլ չտալ։ ՄԱԿ-ին, այսինքն աշխարհին թույլ չտալ, անել այն, ինչ իր մանդատի մեջ է, անել այն, ինչի տակ Ադրբեջանը ստորագրել է, որ համաձայն է, որ կարվի։ Նա ոչ միայն իր ստորագրությունը, այլ աշխարհի ստորագրությունն է ճղել գցել մի կողմ։ Դե հիմա պատկերացրեք մեր խաղաղության պայմանագրի հետ ինչ է կատարվելու։ Չեն զարմանա այստեղ հավաքված մարդիկ, եթե մի օր էլ Ադրբեջանը Կարմիր խաչի պես իր երկրից վտարի նաև այնտեղ գրանցված միջազգային մարդասիրական բոլոր կառույցներին։ Աշխարհի արյունալի կոնֆլիկտներում գործող Կարմիր խաչը, որ հիմա հայ ռազմագերիների հետ կապվելու եզակի խողովակ է, վտարվում է Ադրբեջանից։ Եթե ադրբեջանական դատավարությունները թափանցիկ են, ինչպես այդ երկրի իշխանությունն է պնդում, ինչու են դրանք ընթանում առանց կողքի աչքերի ու ականջների, հարցնում են այստեղ հավաքված մարդիկ։ Պահանջում են, որ միավորված ազգերի կազմակերպությունը իր ստանձնած մանդատով ներկայություն ունենա հայ ռազմագերիների դատերին։ Պատվիրակությունների ուղարկում, մշտադիտարկման իրականացում, պրոցեսի նկատմամբ վերահսկողության սահմանում։ Հայրենակիցներին իրենց հետ միջազգային կառույցների դռների առաջ պայքարելու կոչեր են անում այս մարդիկ։ Չեն հավատում, որ Բաքվի բանտերում նվաստացումների ենթարկվող հայերին վերադարձնելու է Հայաստանի իշխանությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ բարբաջում է թուրքական լրատվամիջոցների առջև, դե նրանք, ովքեր մեզ ասում են, որ գերիների հարցով ոչինչ չէ կարել, մենք անում ենք, ու երևի իրենք գիտեն ինչ անենք։ Պարոն Փաշինյան, ձեզ բազմիցս ենք ասել, այո գիտենք ինչ անենք, մենք այսօր էլ անում ենք, չլինելով իշխանություն։ Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ լայն համաներում կիրառելու կոչեր է անում Human Rights Watch-ը։ Բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար կալանավորված հայերը պետք է ազատ արձակվեն, ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դեմբերը։ Նրա համոզմամբ Ադրբեջանն ունի իր քաղաքական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգիչ է։ Գանա Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։